Կանանքների դեպքերը հստակ նվազելուներ ավելի քիչ են այն դեպքերից, երբ անձինք դատապարտված են։ Ես ձեր բոլոր հարցերին կանդրադառնամ։ Հաջորդ կարևոր ցուցանիշը, որի մասին ցուցանիշը չէ, թվական տվյալը, որի մասին ես չխոսեցի, վերաբերում է տնային կանանքներին եւ վարչական հսկողությանը։ Սրանք եւս խափանման միջոցներ են, բայց այլընտրանքային խափանման միջոցներ են, այլընտրանք են հանդիսանում կանանքին։ Այս պահի դրությամբ, որպեսզի տարեկալում չստեղծենք ձեր բարձրացած հարցադրման քաղաքացիների մոտ, ես պետք է նշեմ, որ 907 տնային կանանքում գտնվող անձուն ենք, 1143 վարչական հսկողության ներքո գտնվող անձուն ենք, եւ չեմ կարող նշել, թե քանի անձուն ենք, որոնց նկատմամբ կիրառված է չհեռանալու երկրից չբացակայելու արգելք, եւ չեմ կարող նշել թվական տվյալներ, որոնց անձանց նկատմամբ կիրառված է գրավ խափանման միջոցը, եւ խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքերի մասին է։ Այսինքն, եթե հարցադրումը տրվում է այնպես, որ կան այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք չեն նշանակում, որ կանանք են հաճախ կիրառվում, դա բացարձակ չի համապատասխանում այն իրականությանը, որ մենք այսօր ունենք, եւ մենք պետք է շատ անկեղծ խոսենք։ Այսօր մենք ունենք ընդհանրապես 1406 կանոնավոր, որոնք պահվում են քրեակատարական հիմնարկներում, իհարկե այս թիվը կրկին մեծ է, մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման։ Այսպիսին է պատկերը, այլ խափանման միջոցները տասնյակ հազարներով ավելին են, այդ թվում ավելին է տնային կանանքի եւ վարչական հսկողության հանրագումարը 2000-ից անցնում է։ Սա ձեռնաշղթա ենթադրող խափանման միջոցները վարչական հսկողությունը եւ տնային կանանք, այսինքն կրկին միտված են ազատության սահմանափակմանը, եւ պետք է նշեմ, որ վարույթ իրականացնող մարմինները, այդ թվում դատարանը, շատ ավելի հակված են միշտ նշանակել տնային կանանք կամ վարչական հսկողության խափանման միջոցը, քան կանանք։ Բայց այս խնդիրը կանանքների քանակի, դրանց մեծաքանակության մենք արձանագրել ենք, այդ ուղղությամբ աշխատում ենք կրկին չափանիշների մշակման համատեքստում նաև մեր գործընկեր կառույցների հետ։ Վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամիկ նիստը արդեն տեղի է ունեցել։ Այդ միջգերատեսչական հանձնաժողովում ներառված են բոլոր շահագրգիռ մարմինները, իսկ դրա նպատակը ոլորտում խնդիրները վերհանել ու դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է, եւ այս ֆորմատը շատ կարեւոր է, որովհետեւ միայն քաղաքականություն մշակող անձանցից չի բաղկացած, այլ նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներից, դատարանների ներկայացուցիչներից, մարդու իրավունքների պաշտպան գրասենյակից եւ այլն, այսինքն այնպիսի հարթակ է, որտեղ մենք կարող ենք քննարկել մեզ հուզող խնդիրները եւ այս հարցը առաջին հարցերից է, որ քննարկվել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման մեջ այն շեշտադրմանը, թե ով է պատասխան տալու, նախ դուք ձեր խոսքում էլի նշեցիք, որ կանոնավորվում են, հետո արդարացվում են, ես չեմ բացառում այդպիսի եզակի դեպքերի գոյությունը, բայց դրանք եզակի են։ Մյուս բոլոր դեպքերում կանոնավորումները փոխարինվում են խափանման այլ միջոցներով, այսինքն մարդիկ դուրս են գալիս կանանքից, ժողովրդական եզրով ասած, գնում են տնային կանանք խափանման միջոց կրելու կամ նրանց նկատմամբ չհեռանալու արգելք խափանման միջոցներ կիրառվում, իսկ ինչ վերաբերում է այն եզակի դեպքերին, երբ անձինք արդարացվում են, ապա նրանց պաշտպանը օրենքն է։ Օրենքը բավարար գործիքական եւ հնարավորություն է տալիս տվյալ անձանց պահանջել վնասների հատուցում այն պետական նախ եւ առաջ պետությունից, հետո պետական մարմիններից, որոնց սխալի հետևանքով անարդարացիորեն հայտնվել է անազատության մեջ։ Այսինքն իրավական գործիքակազմ դրա համար հստակ կա, բայց ես կրկնում եմ, պետք չէ այնպես մատուցել, որ մշտապես նման դեպքերի ենք բախվում, այդ դեպքերը շատ են եւ ուժից ես խոսում եմ խիստ բացառիկ եւ այո հնարավոր դեպքերի մասին, երբ անձինք կարող են արդարացվել։ Դա այդպիսին է process-ը, այո դատարանը վերջնախնդրում կարող է գտնել, որ անձի արարքում օրինակ հանցակալին բացակայել է, որովհետեւ առաջնորդվում է ներքին համոզման եւ օրենքով։